Չարենքի իշխանության պարագլուխը ձերբակալեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին, ապա Գյումրու քաղաքապետին եւ նրա հարազատներին, փորձելով ապահովել իր ազատ մուտքը Գյումրի եւ բեմադրել հերթական կեղծ պատարագ, բայց արդյունքում ինչ ստացվեց։ Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայնվեր այս սրբապիղծների համար մատուցել պատարագ։ Եվ միաժամանակ չնայած անվտանգության աննախադեպ միջոցառումներին, եկեղեցու ներսում գտնվեցին արժանապատիվ քրիստոնյա քաղաքացիներ, ովքեր ասեցին այն, ինչ պետք է ասվեր։ Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գնում է պատարագի, այսպես ասած, եւ ամբողջ եկեղեցին շրջափակում է ոստիկաններով եւ եկեղեցու կողքը կանգնեցնում են քաղաքացիների համար բերման ենթարկելու համար հարմարեցված մեքենաներ, դա խոսում է նրա իշխանության ճակատագրի մասին։ Շնորհակալության եւ հարգանքի են արժանի մեր բոլոր այն հոգեվորականները եւ եկեղեցականները, ովքեր հրաժարվում են համագործակցել այս սրբապիղծների եւ հայրենադավների հետ։ Հարգանքի եւ շնորհակալության են արժանի մեր այն քաղաքացիները, ովքեր չնայած աննախադեպ ճնշումների գտնվում են ճիշտ տեղում, իրենց ազատ խոսքն են արտահայտում եւ կանգնում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքը։